Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, ողջունում ենք ձեզ, խնդրում ենք մեր այն հարգելի ունկնդիրներին, ովքեր հետևում են, բայց դեռ հանգամանքների բերումով չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում ենք ընդամենը նրանց սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ դիտել մեր հետաքրքիր եւ բովանդակալից հաղորդումները։ Այսօր մեր տաղավարում է միջազգայնագետ վերլուծաբան մեր One Talk YouTube-յան ալիքի վաղեմի բարեկամ Դավիթ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Ողջույններս։ Հենց այնպես չասեցի վաղեմի բարեկամ, ոչ էլ կեղծեցի։ Մազաչափ։ Իհարկե։ Քանի որ շատ եք եկել եւ իրոք որ արդեն գալիս եք այստեղ որպես մերոնքական, այսպես ասած, որպես մեր մարդ։ Շնորհակալ եմ գնահատանքի համար։ Միշտ պատրաստ։ Շնորհակալ ենք մենք էլ։ Պարոն Կարապետյան, սկսենք Արարատ Միրզոյանի ճեպազրույցից։ Մի անգամից կանք դեպի քաղաքական իրողությունների թատերաբեմ։ Կարճատև այդ ճեպազրույցում կարծես թե Արարատ Միրզոյանը Հայաստանի արտգործնախարարը շատ լավատեսական էր տրամադրված, որ ամեն ինչ գնում է դեպի լավը եւ այն տագնապալի պնդումներին Ալիևյան այն հոխորտանքներին Գյոլչայի դարձյալ արևմտյան ադրբեջանցիների վերաբերյալ որ ադրբեջանցիների վերադարձի այսպես կոչված վերադարձի Հայաստան ըստ էության իրենց համար արևմտյան Ադրբեջան վերադարձի վերաբերյալ կարծես թե այդպես ինչ որ որոշակի անդրադարձ չկատարեց ասելով որ ամեն ինչ հիանալի է գնում այդ տեսակ կոմունիկացիա բացեցինք ըստ էության Ցորենա գալիս Հայաստան այո եւ հետո էլի անակնկալներ կլինեն հետո արդեն հեսա աչկալուսանքներ կլինեն հեսա հայ-թուրքական սահմանի բացումը արդեն սարերի հետևում չի սկզբից երրորդ երկրների քաղաքացիների համար, հետո նաև ուղղակի արդեն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար։ Ինչ կարծիք եք եւ բազմաթիվ այսպես ինչ որ դրական իմպուլսներ։ Դուք դրական իմպուլսներ ստացել եք, պարոն Կարապետյան, հոգեվորված եք, հա? Նույն կարծիքին է։ Նույն կարծիքին ասելով։ Չէ, նույն կարծիքին եմ, իմ կարծիքին, որը ժամանակին եմ իմ մտահոգությունները հայտնել ձեզ։ Դերևս մեր նախորդ հանդիպումների ժամանակ գրեթե ոչ մի բան չի փոխվել, որովհետև որքան էլ իրադարձությունները զարգանում են եւ նմանատիպ թվարկեցիք, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել եւ ունենալու, այդուհանդերձ ես իմ կարծիքին եմ մնում, որը ոչ թե նեգատիվ կարծիք է, այլ դուք փորձում եք պոզիտիվ իմ կարծիքը, հա, այսպես տեսնեք կա արդյոք այս ամեն ինչի մեջ, ես պոզիտիվ մարդ եմ, ես լավատես մարդ եմ, ես փորձում եմ իհարկե ցանկացած իրավիճակում, եթե նույնիսկ լավատեսական սցենար չլինի, բայց լավատեսական այսպես դիրքերից, հա, փորձել լավը գտնել եւ քաղել լավը, բայց արյուտես իրավիճակները, երբ որ մենք սթափ ենք վերլուծում, սառը տադողություն ենք դնում այդ ամեն ինչի մեջ եւ ռեալ պոլիտիկի շրջանակներում ենք նայում, պատկերը այլ եմ ես հուշում։ Տեսեք դուք ասեցիք արտգործնախարարի վերջի հայտարարություններին համապատասխան իր կարծեմ լրագրողների տված ուղիղ հարցերին, առայն թե ինչ կարծիք ունի Ալիևյան նման հռետորաբանությանը, որը կարծես վերջի օրերին շատ ավելի բուրըն եւ հախուռն կերպով ներկայանում է կրկին առավելապաշտական, ծավալապաշտական նկատումներով։ Գիտեք, իմ գնահատական նոր երանգներ են, չէ՞։ Նոր երանգներ են մտնում, բայց նույն թեմայի շուրջ է, հա։ Եթե հայկական քաղաքականությունը, որը հայկական քաղաքականություն ասելով նկատում գործող իշխանությունները, որը վարում են այս պահին, ասենք թե ինչի մասին է, ես մի ձևակերպում ունեմ։ Իրենց մոտ հիմա как бы чего не вышло տրամաբանության քաղաքականությունն է։ Հանկարծ մի բան չասենք Ալիևը չզայրանա, չհոխորդա, կամ Ալիևին հիմա սրբադասում են, կամ մաքրագրում են։ Այդ ցանկացած ասածը Ալիևի շատ այնպես են ձևակերպումներ տալիս, գիտեք, հայ ժողովուրդ, նա այլ բանի նկատի ուներ, այս տրամաբանության մեջ։ Ինքը այլ բաներ ուզում ասել, դուք ֆիքսվեք այլ բանի վրա։ Այսինքն ինքնախապեյություն, դե էլ չասեմ, որ Հելսինկյան սինդրոմ են մեզ հրամցնում, արդեն վաղուց,
այդ ավելի Ստոկհոլմյան սինդրոմ, հա, ինչպես հայտնի է բոլորին, այդ սինդրոմով պահում են սեփական ժողովրդին այսպես աժոտաժի մեջ, բայց համենված որ տեսեք արդեն իսկ եկել է մեր բաղձալի խաղաղությունը, խաղաղության դարաշրջանը, վաղուց ասել եմ, հիմա էլ կասեմ։ Խաղաղության դարաշրջանը որքան էլ ցանկացած adekvat եւ գիտագից մարդ ցանկանում է տեսնել ի վերջո զրո խնդիր հարևանների հետ, ապա շրջափակում, բարեկեցություն, համակեցության կանոններ հարևանների հետ, ցավոք խաղաղության դարաշրջանը, ինչպես ասել եմ, հիմա էլ կասեմ, դա միֆ է։ Այդ խաղաղության պայմանագիրն էլ ինքը իրենով լակմուսի թուղթ է լինելու։ Դա իրական խաղաղության մասին չէ։ Օրակարգը որքան է ներկայացվում է, որ դա խաղաղության մասին է, ես բնավ այդ կարծիքին չեմ։ Ըստ տրամաբանական շղթայի այդպես է, գնում է դրան։ Բայց տեսեք, անցնում է ինչ-որ մի ժամանակ, եւ Ալիևը, որպես անկեղծ թշնամի, անկեղծանում է, ասելով այն ինչը որ կա իր պլաններում։ Այս վերջերս էլ չէ, պարզվեց, որ Արևմտյան Ադրբեջանը այդ արեստացին կեղծ օրակարգը որ կա, որը որ կառավարվում է իշխող իշխանությունների կողմից, դա ֆինանսավորվում է, իհարկե դրա ապացույցները նաև ի հայտ եկան։ Հանրությանը ներկայացվեցին։ Երբ որ մինչև այդ ասում են, որ դա ինչ-որ ՀԿ-ի մագարտակի ինչ-որ բան է իրենց երկրում, դա պետական ֆինանսավորում եւ աջակցություն չունի։ Ես ավելի քան վստահ եմ եւ ես ունեմ փաստեր եւ բազմիցս խոսել եմ այդ մասին, որ Արևմտյան Ադրբեջան տերմինը դա քաղաքական ամենաբարձր հովանավորչությունն է ստացել եւ իրեն գործում են։ Իրենց մոտ այո մնացել է հետեւյալ ծրագրերը, որը պետք է ըստ նրանց իրականանան։ Ադրբեջանցիների վերադարձ, ընդ որում նայեք ինչ ձևակերպումով, բառացի ցիտում եմ Ալիևին։ Ասում է պատմական ադրբեջանական հողերի վերադարձ իրենց հայրենագիցների վերադարձը, բայց ընդունում է, որ դա այս պահին Հայաստանի Հանրապետություն է դիտարկում։ Ու ընդ որում նաև ասում է, թող ժողովուրդը եւ պետությունը չվախենա այդ բանից, այսինքն մենք չենք գալիս տանկերով, մենք գալիս ենք մեքենաներով։ Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի Հայաստանի ազգային ժողովի նախագահը։ Ու ոչ միայն նման ինչ եք վախենում։ Նույն ձեզ կարող էր ասել, պարոն Կարապետյան, ինչու եք վախենում։ Այդ մարդիկ հո չեն ասում տանկերով գալիս են Հայաստանը նվաճել, մեքենաներով գալիս են իրենց տները կամ հաստատվելու քաղաքական ինֆանտիլ կամ մերկանտիլ պետք է լինես, որ այդ խոսույթը այդպես սեփական ժողովրդին ներկայացնես։ Այսինքն ներողություն, ընդունում ենք, որ տանկերով չեն գալիս, այդ լավ է, ռազմական կոմպոնենտը դուրս եկավ, ուրեմն գալիս են մեքենաներով, դա նորմալ է։ Այսինքն անվտանգային սեգմենտը, այսինքն փարատվում է մեր բոլոր մտահոգությունները։ Նույն մարդիկ հա իրենց թիմագիցներից այսօր էլ լսեցի, ասում է համակերպվեք այն գաղափարի հետ, որ վաղը մյուս օր չի բացառվում, որ ադրբեջանցիները ապրելու են Հայաստանում, դուք ապրելու եք Ադրբեջանում։ Չէ, իրականում գիտեք ինչա, եկեք Գյանջա, նայեք, կա փաստացի հետևյալը, այդ մարդկանց մոտ, եթե այդ մարդը որտեղ էր ելույթ ունենում, գիտությունների ազգային ակադեմիա, մի զավեշտել է այդ է, որ Ադրբեջանը ունի գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ հավաքվում են ու գիտնական, ընդ որում ինքը խոսում է բաներ, որ եթե այն գիտնականը, որը հարգում է իր գիտական կոչումը եւ աստիճանը, հասկանում է իր երկրի նախագահը հենց հիմա ամբողջ աշխարհի առաջ սդում է, կեղծում է, խեղաթյուրում է իրականությունը։ Այդ մարդը այնքան ինքնավստահ է խոսում։ Հիշում եք, ցիտում էր Սևանը Գոյչա անվանելով, որ գիտեք ցարական կառավարության, ցարական Ռուսաստանի որոշ քարտեզների մեջ այնտեղ Գոյչա է գրված։ Հա, բայց ես ամբողջ ճեպազրույցը դիտել եմ Արարատ Միրզոյանի եւ այնտեղ նաեւ ասում է, պարոն Կարապետյան, կներեք, որ բայց հա, կա այդ ինչ որ, բայց կան նաեւ ցարական քարտեզներ, որոնք որտեղ գրված է Սևան։ Դե հիմա տեսեք, չէ, ես դեռ ավելին ասեց Արարատը, ասեց, որ ինչ եք վախենում շփոթվում ուրիշ տեղեր էլ ուզեց ասել արդեն մի քիչ ուղղակի չասեց շատ չարաճացա բայց ասեց դե այն կողմերում էլ կան հողեր հայկական ինչ որ բաներ Ստեփանյան հանուն արտահայտության ասել ես զարմացել էի վերջերս Արարատ Միրզոյանի կարծես իր իշխանությանը մասնավորապես Փաշինյանին հագադարձելու մեջ որը որ ասում էր որ օրինակ մեզանից պահանջում էին
սահմանադրության փոփոխությունը, որը դա չի կարող կատարվի, որտեղ դա մեր ներքին կորձն է, ես հաջողորեն զարմացա, անկեղծ ասած, հա, որտեղ ստացվում է վարչապետը պատրաստական է 5 պագաս սահմանադրությունը փոխելու, ստացվում է իր արտգործնախարարը այլ բան է ասում։ Շատ զարմացա։ Հաջորդիվ այո, այդ տեսեք հանուն արտարության, եթե խոսում ենք, ասենք, այո, այդպեսի բան էլ ասեց, ազգային ժողովի փոխոսնակն էլ ասեց հետաքրքիր մի բան, որի հետ կարելի է մասամբ համաձայնել, մի տրամաբանական բան ասեց, որ եթե անգամ քարտեզներ կան, որտեղ Սևան չի Գոյչա է գրված, որտեղ այդ նույն քարտեզները ես կարող եմ հիմա տասնյակ ձեր տաղավար բերել ցույց տալ, որ նույն ցարական Ռուսաստանի մի շարք քարտեզների վրա էլ գրված է Սևան։ Հիմա դա ինչ խոսելու, դա ինչ համեմատելու բան է, հա։ Ու այնտեղ խոսքը գնաց, որ այո, ու այնտեղ խոսքը գնաց, որ այո, խոսքը գնաց, որ դե բանը, դե որ Սևան ենք ասում, եթե մի քիչ էլ պատմագրորեն, ժամանակագրորեն հետ գնանք, Սևան է կարող է չլներ, որովհետև կար այն ժամանակ մի անվանում, դա Գեղամա ծովն էր։ Հիմա տեսեք, Վանա լիճն էլ, դա ժամանակին Բզնունյաց ծով էինք ասում, նույն Ուրմիա լիճը, որ հիմա մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում է, ընդ որում արդեն ցամաքել է, եթե գիտեք։ Այո։ Այսինքն անվանումներ են, չէ՞ ունեցել առաջ, շատ ավելի վաղ քար, եւ եթե ավելի հետ գնանք, ընդհանրապես Ադրբեջան պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա չի եղել։ Կամ նույն Գանձակը, դա Կիրովաբադներ, մեր հա Գյանջավ ինչպես դարավ, հա, Գանձակներ դա։ Բոլորին հայտնի Գանձը։ Էլ Արցախի մասին չասեմ ու չասեմ։ Բայց այս մեր մոտ տպավորություն է այս իշխանությունների մոտ, այ որ ասեցի как бы чего не вышло այդ տրամաբանության մեջ։ Գիտեք, զավեշտն ու մարազմը որտեղ է։ Ստացվում է, երբ որ դու ասում ես Արցախ, Կովսագան, Սանասար եւ այլն, դա համարվում է պահանջատիրություն եւ գիտեք ինչպես է մեկնաբանվում, հա։ Բայց երբ որ նա ասում է Սևան, Գոյչա, Բասարգեչար, Զանգեզուր, չգիտեմ, ընդ որում այդ տերմինն է հայկական սեփականաշնորհեցին այդ տոպոնիմը, ստացվում է դա պահանջատիրություն չի։ Այդ են հիմա հրամցնում սեփական ժողովը։ Ես ինչ եմ ասում, Ստոկհոլմյան սինդրոմով են սեփական ժողովրդին հրամցնում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ու գիտեք, հիմնական շատ այդ հատկապես այդ իշխանամերձ այդ ռոպագանդիստներ, այդ սազանդարներն են հիմնականում լավ ձևակերպում գտել, sense մոգոնել։ Ասում է դե կարևոր չի ինչա խոսում Ալիևը, լսեք ինչ ասում։ Մի զավեշտ էլ է դա։ Ասում է կարևորը Վաշինգտոնի փաստաթղթի վրա այլ բան է ստորագրել, ինքը ստորագրել է։ Հիմա դե ինչ որ խոսում է, համարում եմ մեզ համար անվտանգային բարձիկ։ Դուք համարում եք անվտանգային բարձիկ կամ հենարան։ Մի վարքյան երաշխավորն է Թրամփներ, որը որ ասել էր, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, ու Գազայում 8 օր հետո ռմպակոծեցին էլի պատերազմը հենց հիմա։ Լավ էլի, եկեք մի քիչ լուրջ բաներից խոսենք։ Նորից եմ գալիս նրան։ Իրենց մոտ կա այդ դիրքորոշումը եւ երկրորդ ավելի զավեշտալի մի հատ բան, որի մեջ ես որպես մասնագետ այդ ցանկացած մեկը որ նման բան է ինձ ասում, իհարկե էմոցիաները զսպելով հագադարձում եմ հետեւյալ կերպ։ Ասում է դա սեփական լսարանի համար Ալիևան։ Այո։ Այսինքն ներողություն, մի հատ հարց տամ, պարոն Ստեփանյան։ Այդպես չի։ Չէ, թեկուզ եւ այդպես լինի։ Այստեղ իմ ասածը ուրիշ տեղ է տանում։ Համեցեք, ասեք։ Այսինքն, երբ որ թեկուզ ինքը դա, նախ ինքը կարիք չունի սեփական լսարանին դա հրամցնի, ասենք, ինքը այն մարդն է, որ ստացվում է ինչ ասել արել է։ Ինքը այն մարդն է, որ այսօր կարողացել է 30 տարի ադամները կրճտացնելով, սпасել այսօր հասնել նրան, որ Ղարաբաղը վերցրել է։ Ինքը այդ մարդն է, ինքը կարիք չունի, հասկանում եք, սեփական լսարանին ինչ որ բան է։ Այդ մարդը առանց դրա, առանց էմոցիա, առանց, չգիտեմ, հadouk են պաթոս վիճակների, առանց էքսպրեսիաների մարդը ուղիղ տեքստով հայել ասել է, հայել ասելու է, ոնց որ ամբողջ աշխարհին ի զարմանս բոլորին ասում են Զանգեզուրի միջանց տերմին ինչի է օգտագործում, դա թրիպա կոչվում։ Սա ցայտնոդի մեջ են մտնում բան։ Ես չեմ անկալում այդ մոդեցումը։ Մեր համար Զանգեզուրի միջանցքը դա Զանգելանից մինչև Միջնավանի հատվածն է։ Մենք այդպես ենք ընկալ։ Դա ինքնախապեյություն է։ Դա հասկանում եք, դա հասկանում եք ինֆանտիլիզմ է։ Ու այս մարդիկ փորձում են ցիտել այդ մարդու ասած այլ կերպ ընդունել։ Եվ երկրորդ հանգամանքը ներողություն, այսինքն եթե թեկուզ նա ինքը իր սեփական լսարանի համար է ասում,
իր մեջ դա վտանգներ չի պարունակում։ Այսինքն, եթե այդ մարտը ամբողջ հռետորաբանությունը որպես հաղթողի դիրքերից, իհարկե ոտերը ամբողջ է դերևս ինքը չի պատկերացնում էլի, որ իջնելու է գետին, իջեցնելու ենք։ Բայց այսինքն սեփական ժողովրդին այդ մարտը կերակրում է վրեժ, կերակրում է վերադարձ, կերակրում է այն, որ չեղած տեղից, երբ որ բանը Միջին Ասիայի յայլեկից եկել են այսօր Կովկաս առաջի անգամ ցույց են տալիս, որ իրենք բնիկ են, մենք հագարակը եկվոր ենք։ Մի հատ էլ ցույց է տալիս, որ պատմական հայկական հողերը դրանք ադրբեջանական հողեր են, ու դրանք վերադառնալու ենք մենք այդ հողերը։ Այդ ամեն ինչը սեփական լսարանին ասում է, դուք պատկերացնում եք, այն էլ հաղթանակի ֆոնի վրա։ Այսինքն ինքը իր սեփական ժողովրդին պատրաստում է հաջորդիվ նույնիսկ եթե կարիք լինի էլի պատերազմի։ Այդ մարդը վարում է այնպիսի դիվանագիտություն, ընդ որում չագերտավոր կոմպլիմենտար։ Ինքը կարողանում է այնպես անել, որ խաղաղասերի դիրքում լինի։ Այդ ցույց տա, որ ինքը տեսեք, ես իմ տարածքով թույլ եմ տալիս ճանապարհները միջանցիկ տրանզիտի համատեքստում օգտագործեն։ Այդ թողել եմ իմ տարածքով ցորեն գա Հայաստան հասնի։ Եկած տեղը Այգած տեղը ասում է, չմոռանանք, որ հողերը նվիրել են հայերին, բոլշևիկները, չմոռանանք, որ Սևանը Գոյչան է, Երևանը Երևան է, դա խանությունն է մեր, էլ չեն ասում, որ պարսկական բան, այսինքն նաև ոնց են, այսինքն պարսկական պատմագրությունն էլ են սեփական աշխարհս։ Այս մարդիկ, այդ մարդիկ են, հասկանում եք։ Իսկ այս մարդիկ, այն մարդիկ են, որ սրբագրում բան են, մաքրագրում են իր ասածները։ Հիմա իշխանական եւ իշխանամերձ, հա, կներեք, իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից այսպես ինձ թույլ տամ, այսպես դուք ասեցիք, որ լավատեսություն, գիտեք, որ ասենք իմ գործը այսպես ասած հակադարձելն է, լայն իմաստով, որ մեր զրույցը լավ կայանա, չէ, մեր զրույցը ավելի համով դառնա, լավ իմաստով, փորձեմ ձեզ դարձնել մի քիչ հակադարձել բարեկամաբար։ Կասեք դուք շատ հորետես եք, պարոն Կարապետյան։ Երբ որ այսքան լավ բաներ կան, նույն Ցորենը, նույն Թրամփի երաշխիքը, Ցորենը մինչև չկար ներողություն։ Եթե բան ելնի կզանգեք, ինձ կասեք, խնդիր լինի։ Եվ դա ասում է ոչ ավել ոչ պակաս համաշխարհային գերտերության ղեկավարը, համաշխարհային գերտերության ղեկավար Թրամփը, ԱՄՆ-ի նախագահ, պարոն Կարապետյան։ Հիմա իրանք ասում են մինչև այդ ամեն ինչը չկար, նախորդ ԱՄՆ վարչակարգի ժամանակ դա չկար։ Ցորեն չէր գալիս Հայաստան։ Ցորեն ուրիշ խողովակով էր գալիս, բայց Ադրբեջանի, չէ, սոված չէ, իհարկե սոված չէ։ Հացի խնդիր ենք ունեցել, Աստված չարասը։ Ասում են հայը երբեք սովածել չի եղել, չէ, ինչ է լինի մի բան կանենք, էլի։ Բայց ամեն դեպքում ասում են արդեն ճեղքել ենք, կարծես թե պարոն Կարապետյան իրենք։ Ասում են ճեղքել ենք այդ սառույցը, կոտրել ենք այդ սառույցը ու գնում ենք առաջ։ Եվ Կարո Փայլյանի նաև զրույցը ես լսեցի, եւ այդ զրույցում նույնպես դրական բաներով էր ասում, որ հեսա կբացվի մեզ համար անչափ կենսականորեն կարևորն է, դու կենսականորեն կարևոր եք համարում Թուրքիայի հետ սահմանների բացումը այս պահին։ Հիմա այստեղ էլ հիմա իրարամերժ կարծիքներ կան, որ այս պահին մենք պատրաստ չենք։ Հիմա ասում է, չէ, ինչքան շուտ այնքան լավ, պիտի բացենք, որ մեզ համար շատ լավ։ Տեսեք։ Շատ կարևոր նկատառումներ եք ասում, անդրադառնամ յուրաքանչյուրին։ Ես ցանկացած ազգային եւ պետական շահը հետապնդող մոդեցում վերաբերվում եմ շատ լավ։ Ես այն խոսքի մեջ ասեցի, չէ, ես առաջնորդվում եմ ոչ թե էմոցիաներով, այլ ռեալ պոլիտիկով։ Որովհետեւ մեծ քաղաքականության մեջ էմոցիաներին տեղ չկա։ Հիմա դուք տեսեք, ասում եք, այդտեղ հորետեսություն կա, ես հասկանում եմ ինչն է ձեր ակնարկը։ Բացարձակ, ես հասկանում եմ, բացարձակ, խնդիրը հետեւյալն է։ Խնդիրը որ մի adekvat մարդը չի ցանկանում, որ իր հարևանների հետ ունենա բարեդրացիական հարաբերություններ։ Պատերազմը բացառի։ Ասենք հոգեգան հիվանդ դու պետք է լինես, որ չուզենաս խաղաղություն, բայց այդ խաղաղությունը պետք է իր գինը ունենա։ Ինքը պետք է իրական խաղաղություն լինի։ Ոչ թե ֆետիշացված ու այսպես ձևափոխված խեղված խաղաղություն, որը հրամցվում է ժողովրդին։ Ով չի ուզում, որ աբաշրջափակված լինի։ Ընդ որում այստեղ հագասական ինչ որ մի հատ իրավիճակ կա։ Տեսեք, դուք ասում եք, լավ չի Ցորենը գազ, լավ է, իհարկե լավ է։ Իհարկե լավ է, որ Լարսին ալտերնատիվ ճանապարհ կա։ Զարմանալի է նաև, որ ռուսական նույնիսկ Ցորենը գալիս է Ադրբեջանի տարածքով։ Իհարկե լավ է։ Բայց եթե իրական մղումը կա խաղաղության, այդ օրակարգը ձևավորվել է, բա գոնե այդքան բանը չլինի։ Ուրիշ բան թե ինչի գնով մենք հասանք դրան։ 5000 զո,
այդքան տարածքների պատմական հայրենիքի եւս մեկ հատվածի զիջում, Արցախից հրաժարվում, անգամ ուրացում, պատմամշակութային ժառանգությունն էլ չեմ ասում, այդ ամբողջ գույք ու սեփականությունը դեռ մի կողմ, պատրաստակամություն փոխել սահմանադրությունը, դիմավորել 300,000 եւ ավելի ադրբեջանցիների, համարել, որ դրանք բնիկ են եղել, գաղթականներ են եղել։ Կարծում եք կբերեն, այստեղ տեսեք, այդ մարդիկ էլ մահաց է գնացել են, իրենց ժառանգները պետք է գան։ Արարատը կներեք մի բան ասեց, վերջում ճեպազրույցի վերջում, ասեց ու գնաց, շատ արագ ասեց ու գնաց։ Ասեց հարցինի պատասխան, որ ադրբեջանցիների այդ վերադարձի պահը ինչ կասեք, ասեց, ես կարծում եմ, որ ադրբեջանի քաղաքացիները պիտի ապրեն Ադրբեջանում, Հայաստանի քաղաքացիները պիտի ապրեն Հայաստանում, այսինքն փաստորեն նա այդ հարցով ես չասեցի այսպես մեխեց այդպես բացառեց որ ինչ որ ադրբեջանցիների վերադարձ կլինի կամ հայերի ինչ որ ներհոսք կլինի Ադրբեջանի ներկայիս Ադրբեջանի այսպես վերահսկողության գտնվող տարածք, բայց ամեն դեպքում ասեց որ այսպես դա պարոն Ստեփանյան, դա լղոզված պատասխան էր, այնքան որ պատասխան էր։ Այսինքն դուք վտանգ տեսնում եք։ Հիմա տեսեք, հիմա ադրբեջանական իշխանությունների հիմնական խոսույթը ի՞նչն է, որ հրամցում են ողջ աշխարհին։ Միջազգային հանրության ասվածին։ Ասում են ինչի պետք է Հայաստանը լինի մոնոէթնիկ։ Այդ որ մենք Ադրբեջանում ապրում են թալիշներ, լեզգիներ, ավարներ, չէ, բոլոր այդ ազգերը ոնց է, բա մի պետության տակ ապրում են, չէ, տարբեր ազգեր են։ Լավ էլ դեմոկրատական իբր երկիր են, այնտեղ ապրում են հավասարության սկզբունքով։ Հիմա ասում են այդ ոնց է եղել կամ որտեղ է գրված, որ Հայաստանը պետք է լինի մոնոէթնիկ։ Ուրիշ հարց, որ իրանց ենթատեքստերում կա այն, որ իրենք ուզում են այդ մոնոէթնիկ վիճակը դուրս բերեն, հասկանում եք, իրանց այն խնդիրը հենց դեմոգրաֆիական խնդիրով է հարցը լուծելը։ Այս րոպեին տրամաբանական էլ չի, որ արելևը ուզենա ռազմական ճանապարհով այդ հարցը լուծի, թե չէ ուզենա Թուրքիայի հետ կես ժամը Սյունիքի օկուպացիան, ես ձեզ վստահեցնում եմ, եթե ռազմականին գնանք։ Իրեն պետք չի դա, այլևս պետք չի դա։ Այս этаպում նա շատ ավելի խելոք ու հեռատես քաղաքականություն է վարում։ Չի կարող, այս օրինակ ես հիմա ես կհակադարձեմ, այսպես ասած Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրների, այսպես ասած ավելի ինչպես ասում ենք, ռեգիոնալիստ կամ ռուսամետ ընդդիմադիրների, չէ՞, ինչպես պիտակներ են կապցնում, չնայած ես դրանց հետ համաձայն չեմ շատ ու շատ պիտակների, որ բոլոր դեպքերում քանի դեռ կա իրանական գործոնը եւ քանի դեռ կա ռուսական գործոնը իդեմս ռուսական ռազմակայանի դա է զսպում միայն այդ ձեր ասած երկկողմանի հարձակումը թուրք-ադրբեջանական տանդեմի, այսպես ասած երկկողմանի ճեղքումը դեպի Հայաստան։ Ինչ կարծիք եք, կա այդպեսի։ Նայեք, այդ նույն տրամաբանությամբ թրիպը, որ ասում են, իհարկե մենք չգիտենք այդ կոնսորցիումը համատեղ ոնց է աշխատելու հողի վրա։ Մի ուրիշ մտահոգությունը է այդ մասով ես բազմիցս արտահայտել եմ իմ մտահոգությունները բոլոր լրատվականներին։ Նույն տրամաբանությամբ դիտարկեք, որ դա նաև հատված է, որը որ Միացյալ Նահանգները որպես մոնիտորինգի հնարավորություն կունենա դիտարկելու Իրանի հյուսիսի հատվածները։ Թեկուզ այնտեղ չլինի ռազմական համազգեստով զինվորական։ Այո։ Հիմա տեսեք չենք խորանում, չէ՞, մինչև այդ պահերը։ Մենք ավելի շատ ֆիքսվել ենք, թե օրինակ Հայաստանում Իրանի դեսպանը ինչ կարծիք ունի, նրան ասել են, որ գիտեք, դուք անհոգ եղեք, մեր պատմական սահմանը մնալու է իր տեղում։ Մենք նույն մաքսային անցագրային կետերը ունենալու ենք, այդ մարդկանց գլխի տակ փափուկ բարձը դրել են, բայց այդ մարդիկ հո հասկանում են ամերիկացիներ բերել 99 տարով մանավանդ խոսույթում այդ թիվն է պատտվում։ Դա ավելի շատ հերահար պլաններ են իր մեջ ներառում։ Էլ չեմ ասում, որ երբ որ դու քո սուվերեն տարածքը զիջում ես թեգուզ եւ համաձայնագրի հիման վրա, մասամբ դու կորցնում ես դրա հանդեպ վերահսկողությունը։ Իրենք ասում են ամերիկացիներ չեն բերում, կներեք դա ասում են բիզնես է, արտապատվիրակում են ինչ-որ մի տնտեսական կառույցի, ամերիկյան զինուշ այնտեղ չի լինելու։ Այդտեղ զինուշ չի լինում, այդտեղ ուրիշ մտահոգուչ հանգամանքներ կա, ձեր հետ միասին միշտ բարձրաձայնել ենք։ Այո։ Առ այսօր հստակ տրված չի։ Հսկիչ անցագրային մաքսակետերը, հայ սահմանապահները իրենց ողջ գործիքակազմով ու մեխանիզմներով գործադրելու են, թե ոչ։ Այնպես ինչպես Բավրայի տամոժնիումը, ինչպես Մեղրիի, ինչպես Բագրատաշենումը։ Այդ մեկ։
Երկրորդը համատեղել, այսինքն հայ Մաքսը, որտեղ հիշում եք, Ալիևը ասել է, բացառվելու է ֆիզիկական ցանկացած կոնտակտ հայի հետ։ Ու դրանից հետո հիշում եք, Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ աշխարհը զարգացել է, գոյություն ունեն հատուկ տեխնոլոգիաներ, որ արդեն ժամանակակից մեթոդները թույլ են տալիս առանց բանի, այսպես սարքերով բանանել, կարիք չկա ֆիզիկական կոնտակտի բաներ, մի բան, որ հասկանում ենք, որ ընդամենը իրավիճակը փրկելու համար էր այդ խոսակցությունը։ Հիմա էլի գալիս ենք նախորդ խոսակցությանը։ Տեսեք, մինչև հիմա ողջ հայ-ադրբեջանական սահմանային երկայնքով չի տեղի ունեցել ավարտական սահմանազատում սահմանագծում։ Մինչև դա տեղի չունենա, սա նաև ասում եմ որպես մասնագետ, եթե դիտարկում ենք, որ այդ խաղաղության պայմանագիրը ինչ-որ օր պետք է կնքվի, մինչև այդ ամբողջ այդ խրթին, ծավալուն եւ երկարաժամկետ, դա շատ ժամանակատար աշխատանք է։ Մինչև այդ աշխատանքը չավարտվի, չֆիքսվեն, մերոնք ելնում ասում են ադրբեջանական տարածքներ կա, որ այս պայն Հայաստանի բանը վերահսկողության ներքո են։ Դուք պատկերացնում եք ինչ է ասում։ Տավուշի մարզից նույնիսկ Տավուշի մարզպետներ թե ով էր այդ բանը ասում։ Այսինքն տպավորություններ, որ էլի բաներ կա, ու չեն ասում, որ Բերքաբերից էս ինչ ցանկատարածություններ ու վարելահողեր կա, որ պիտի արդեն իսկ մեզ հետ տված լինեին, դերևս այն նախորդ այդ հատվածի, Կիրանցի հատվածի, Ոսկեպարի հատվածից, երբ որ իրենք մեզ պետք է տային։ Այսինքն չի գործել այստեղ, հասկանում եք, համատեղության սկզբունքով, որ իրենք մեզ պետք է վերադարձնեն։ Այն հատվածները, որտեղ որ հիմա ադրբեջանցիները օկուպացիա կրել, միակողմանի, դա անխոս, դա աներկբա փաստ է։ Միակողմանի մենք զիջել ենք, իրենց տալիքը չեն տվել։ Այդքան էլ հերիք չի ասում են մենք հələ էլի տարածքներ կա որ պետք է բան անեն։ Չեն ասում թե մեր 250 եւ ավելի քառակուսի կիլոմետր տարածք հենց հիմա իրենց վերահսկողության տակ է, ռազմական վերահսկողության տակ է։ Դե դա իշխանությունն էլ Ջերմուկում, գիտեք, Սոտքում, ներքին հանդում։ Այո, դա իշխանությունն էլ չի շղթում։ Մի անգամ գետ 1 Բարսաստիճան ղեկավարից լսել եք, որ նման բան ասի, գիտեք, հանուն անկեղծության ասենք, մենք էլ տարածքներ ունենք հայկական, որ պետքա հետ վերադարձնել։ Գետ 1 անգամ ՀԿ լինի, ՀԿ-ի ղեկավար ասի, չգիտեմ, բլոգեր լինի ադրբեջանցի։ Բայց այստեղ ամենաբարձրաստիճան ղեկավարությունը հելնում տենց բաներ ասում։ Դա ինչ է, եթե ոչ միայն ու միայն միակողմանի զիջումների պատրաստակամությամբ, միայն զիջելու տրամաբանության մեջ գործող իշխանություն։ Սա ողբերգություն է իրական, պարոն Ստեփանյան։ Հիմա դուք ասում եք բախր հոռետեսություն։ Սա հոռետեսություն չի, սա փաստ է։ Սա անհերկելի փաստ է, որ մենք հիմա միասին փորձում ենք հասկանալ, լավ է դա ամեն ինչի գինը։ Դա չէր, հենց նույն Արարատ Միրզոյանը, դա չէր ասել, որ այո, կան օկուպացված տարածքներ, իշխանությունները, հանուն արդարության ասում են, ուրիշ բան եմ ասում եմ, մեր իշխանությունները բազմիցս այդ են շեշտում, որ դերևս էլի կան տարածքներ, որ դելիմիտացիայի արդյունքում պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Բայց ուզում եք ասել քայլեր չեն արվում։ Քայլեր, այսինքն համակողմանիությունը հայլայինով չես տեսնում, որ նրանք էլ նույն բան ասեն, որտեվ 250 քառակուսի կիլոմետր իրանք են վերահսկողը։ Բայց ինչ պիտի արվի։ Ինչ պետք է արվի, այո, գալիս ենք նրան, երբ որ հավասարը հավասարի սկզբունքով իրական խաղաղության են գնում, առանց հեգնելու, առանց մարազմի, առանց այսպես ոնց են այսօր մեր իշխանությունների հանդեպ ծաղրանքի, ծաղրու ծանագի ենթարկելով, հա։ Ընդ որում հիշում եք, մենք ձեր այդ տաղավարում խոսել ենք, մեր ոչ մի նախագահները նախորդ, երբ որ մենք առաջի հաղթանակը տարել ենք Ղարաբաղյան, ոչ մեկ նման վարկագիծ չի դրսևորել։ Երբեք չի սադրել, երբեք չի նվաստացրել Ալիևյան ռեժիմին, ընդհանրապես Ալիևյան ընտանիքին։ Հասկանում եք։ Երբեք իրենց թույլ չեն տվել, բայց այսօր մենակ մեր իշխանություններին չեն ծաղրում, մեր ողջ ժողովրդին են ծաղրում, ցավը դա է։ Ես չեմ կարող համակերպվել այդ իրականության հետ։ Դա իմ համար անձնական ողբերգություն է։ Երբ որ ինչ որ մի հատ քոչվոր ցեղախումբ, որի ձեռը ընկել է պետականություն, այսօր կարող է գա իմ երկիրը, իմ ժողովրդին անվանել եկվոր, իմ հայրենիքի զգալի մասը, որտեղ հազարամյակներով ապրել է հայը, հայկական հետքը վերացնի, մի հատ էլ ասի դա իմն է։ Գուցե իրենց դիրքերից հասկանանք սա։ Ես մարդ եմ, ես ինքս գիտեք, ես մասնագիտությամբ դիվանագետ եմ։ Ես հասկանում եմ, որ ամեն ինչ բանակցելու միջոցով է։ Մաքսիմալ զենքը գործադրվում է այն ժամանակ, երբ որ բանակցությունները արդեն անհնարին են։ Այդ ժամանակ է կիրառվում դա։ Բայց դու մաքսիմալ պետք է անես, որ քո դիվանագիտությունը այնքան պատրաստված լինի
այնքան հստակ լինի, որ բանը չհասնի զենքին։ Լավ այդ պահը անցել ենք, այդ պահը չասեմ ստորադասվել, ինչ հանգամանքներով գիտենք։ Հիմա էլի գալիս ենք նախկին ներկա սայր մեղավոր սրանք գիտեին, գցեցին ջեբը, նա էլ ջեբներ ընկել չգիտեր ոնց վարվել, անփորձեր չգիտեր, հասկանում ես, սաղ է։ Գուցե ոչ բարձրաձայն, կներեք պարոն Կարապետյան, ոչ բարձրաձայն իրենք ասում են դրանով հանդերձ չասելով, որ դե պարտվել ենք, թույլ ենք, պիտի դեռ ժամանակ, պիտի զինվենք, պիտի տնտեսապես ամրանանք, հզորանանք, հետո նոր կանգնենք, այսպես ոտքի, շտկենք մեր մեջքը, ասենք որ ճիշտ եք ասում։ Ադրբեջան քո աչքի վրա էլ ունքի աչքի վրա էլ ունք կա։ Ես միշտ ասել եմ, եթե դա ավելի քաղաքական տերմինոլոգիայով ասենք, դա գալիս է հետևյալ այն ինչ որ հիմա ասելու եմ։ Լսեք, մինչև ռազմաքաղաքական բալանսը չփոխվի, Ալիևի լեզուն հայել երկարամանալու, հայել հոխորտալու է, հայել խոսելու է բան։ Մինչև այդ պահը հիշում եք։ Սա այն բարբարո անապատեր, հա, մեկ ինչ որ պահի տակ էմոցիոնալ հայտարարություններ էր անում, էդի հիշում ենք։ Բայց զգաստ էր իրեն պահում։ Ես հիմա բնավ չեմ ուզում նախկիններին ինչ որ սրանով ցույց տամ, թե ինչ որ նրանց վարքագիծները։ Ամեն դեպքում հանուն արտահայտության ասենք, կար մի էտապ, երբ որ ինքը լեզուն համապատասխան տեղում էր պահում։ Եվ եղավ էտապ, երբ որ նա շատ իրեն այսպես սանձարձակ ձևով սկսեց պահել։ Եվ այդ սանձարձակությունը մենք թույլ տվեցինք։ Երբ որ լեզուն համապատասխան տեղում որ ժամանակահատվածը նկատի ունեք։ Երբ որ հաղթանակեց, այդ հաղթանակը երբ որ նրան շնորհվեց։ Ահա։ Այդ դրանից հետո լեզուն երկարեց։ Լեզուն երկարեց, երբ որ Ալիևը Ալիև լինելով հանդերձ իրոք անկեղծ իր զարմանքը ապրավ, ես հիշում եմ այդ անգամ այդ դեմքի այդ միմիկան ժեստերից մարդը հա body language հասկացող ասեց ես ինքս զարմացած եմ որ հայ ժողովուրդը վերստին պարտված մարդուն հնարավորություն տվեց վերստին ղեկավար դառնալ այսինքն ընդունեց որ այդ պարտվածությունը դա նորմալ է ու դա ճիշտ է անգամ նույնիսկ ինչ որտեղ այսօր ինքը նաև Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականության օրակարգ է թելադրում եւ պետքա Նիկոլին ուժեղացնում է եւ պետքա թուլացնում է եւ պետքա ասում է ես իր այդ բան չունեմ խոսելու այսօր ասե եւ պետքա տեսնում եք այնպես ասում է եղբայրություն բարեկամություն պետք է արդեն թոթափվենք սթափվենք փորձենք համակեցության կանոններ դրա համար եմ ասում նա շատ հետաքրքիր քաղաքականություն է վարում չի կարելի թերագնահատել Սա այն Ալիևը չի այլ առավել եւս երբ որ ել եմ ասում 30 տարի ինքը սпасել է որ հասնի այս բերգրանքին այսպես ասած բայց նաեւ չգիտեմ նա գիտակցում է թե չի գիտակցում ես կարծում եմ որ նա հասկանում է որ հաշիվը 1-1 է հաշիվը 1-1 է ու չի բացառում հասկանում եք ժամանակը շատ բաներ է փոխելու տարածքները դրանք մեծ բիզնեսի բաղադրիչ են չի բացառվում ոչ մի սցենար չի բացառվում եւ դիվանագիտական չէ ոչ մի բան չի բացառվում հասկանում եք արտաքին դիվանագիտության մեջ նպատակահարմար են գտել այսօր ներքին պայմանավորվածությունների արդյունք եղել որ այս պահին Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում պատերազմի այս սցենարների կարող է սցենարները փոխվեն բայց այդ Լավրովյան պլան եւ այդ գործադրված այդ պլանը ինքնին տարել է դրան ուրիշ ձևափոխումներով ու այսօր այս արհավիրքներով անդերց այս պատկերը պետք է լիներ Լավրովի պլանը ըստ կասեր դարձել ընդդիմադիրը ըստ էության չէր ներառում այս Արցախի այս տիպի պատկերը չէր ենթադրելի է մենք էլի 100% չգիտենք բայց հա ենթադրելի է բայց դրա համար եմ ասում մեծ քաղաքականության մեջ ցանկացած տարածք դրանք խաղարկության խաղի այսպես ասած իրենց այդ վերևի բազարների արդյունք են Թակարակ ասում են որ Լավրովի պլանը մերժելու համար մենք 19-ից նաև Սերժ Սարգսյանի ժամանակ 19-ին այդ Լավրովի պլանը իրականում իրենք ասում են հանրությունից քողարկելու հանցավոր կերպով մերժելու կարգավորման չգնալու հետևանքով եւ այսպես ասած ոչ մի թիզական ճակերտավոր ոչ մի թիզականություն ворթեգրելու ճանապարհով մենք այս ողբերգության դուրը չոքեցինք ապրեք դրա համար եմ ասում արժանապատիվ խաղաղություն լինի երբ որ հավասարը հավասարի սկզբունքով հարգանք լինի որովհետև վերջի վերջո այս ազգերը ազգու այս ցեղը վերջը իրար հետ այսքան տարի պայքարել են պատերազմել են արյուն է հեղվել հիմա փորձում են համակեցության կանոններ գոնե մեկը մյուսին ձևական հասկանում եք այդ բանը պետք է լինի բայց դա պետք է գոնե երկկողմանի լինի որքան էլ
թշնամանք, ադելություն լինի, որքան էլ անտագոնիզմ լինի, դա կառավարելի պետք է լինի, բայց երբ որ դու արդեն հասնում ես այն этаպին, որ դու պայմանագրեր պետք է կնքես, դու պետք է իմանաս, որ եղբայր դա կայուն է լինելու, հաստատակամ է լինելու, ոչ թե այսօր պատրաստ վաղը կնքողով, ընդ որում իրենք չեն կնքելու։ Այսօր ասում է, ես իր հետ բան չունեմ խոսելու, ընդ որում ինչ ասես ասում է Հայաստանի սուվերեն տարածքի վրա բացահայտ աչք ունի։ Ուղիղ տեքստով ասում է, դա մեր պատմական հայրենիքն է, պետք է վերադառնանք։ Առավել եւս Զանգեզուրի մասով ասում։ Ու դուք որ ասում եք, տեսեք, դուք մի հատ շատ կարևոր բան ասեցիք մի պահ։ Ես ուզում եմ այդ պահը անդրադառնամ։ Տեսեք, ասում եք, կարող է մենք այսպես խոսում ենք, բայց տագից այն որ ասում է, զինվում ենք, սպառազինությունը թարմացնում ենք եւ այլն եւ այլն։ Ասենք ես չեմ ընկալում, որ $250 միլիոն կրճատվում է բյուջեից հատկացումը։ Առաջել ասում են, որ 5 անգամ ավելացվել է, հիմա կրճատվում է։ Այո, գիտեմ, այդ հարցազրույցը տեսել եմ, տրամաբանական բան է ասում։ Բա որը տես տրամաբանական բան է ասում Պաշտպանության նախարարը։ Բայց չի մտածում, որ հանրայինի եթերով Պետրոսի մոտ հարցազրույցի ժամանակ pedagogan գաղտնիքներ էլ է բացում։ Թվականակով ասում է, քանի հատ պայմանագրային զինծառայող կա հատուկ նշանության բրիգադից հասկանում դրա համար եմ ասում, դիլետանտ, ախր ոնց անես մարտիկ են, ախր որովհետև այդ մարտիկ, գիտեք, ասում է քաղաքական պաշտոն է, հա, ինքը կարող է չիմանա, բայց այդպես տվյալներ ցույց է տալի, որ դրանով ուզում ես ցույց տաս, որ գիտեք, տեսեք, զինվորականության հանդեպ կա վերաբերմունք, ֆինանսական էս բանը, էս ենք անում։ Եղբայր, դու ուր ես տենց բաներ խոսում։ Այնը հանրայինի հետ։ Էլ ուրիշ բան չկար, մի հատ էլ ասա, քանի հատ տանկ ենք ստացել, քանի հատ BMP ենք ստացել, որ երկրից ինչ զենք ենք ստացել, պրծնենք։ Այս ձեր խոսքի վրա մի բան էլ ասեմ, արագ, եթե կարելի է արագ պատասխանի ակնկալիքով, հետո նաև ձեզ հետ միասին բարեկամաբար ամփոփենք։ ԵՄ-ի պահը, պարոն Կարապետյան, կարծես թե ինչ որ նոր իմպուլսներ կան ԵՄ-ի կողմից, Եվրամիության կողմից, արդյոք այդ նոր իմպուլսները չեք համարում հավելյալ անվտանգային երաշխիք Հայաստանի համար։ Ոչ։ Իրենց ինչ իմպուլսներ եղություն։ Դիտորդների ներկայացվածությամբ, այսպես ասած, ամենայն հարգանքով դիտորդների հանդեպ աշխատանքին։ Ես շատ կարևորում եմ իհարկե առանց թերագնահատելու, առանց էլ ֆետիշացնելու։ Լավ գործը պետք է գնահատել։ Ինչ խոսք Մոնիտորինգի աշխատանքը լավ բան է, արժեր պետք է ցույց տվեց, որ արդյունավետ է։ Ուրիշ բան, որ դուք ասում եք լավ սիգնալներ, տեսեք, ընդհանրապես էս հավաքական արևմուտքի վերաբերմունք եւ այլն, հա, եթե այդ համատեքստում ենք ձեր հարցը դիտարկում, այսօր զուտ այն, որ ժողովրդավարական երկիր է, ֆինանսական որոշակի մուտքեր են ապահովում այդ մասով շատ լավ է։ Բայց անվտանգային սեգմենտ իր մեջ չի պարունակում այդ իմպուլսները ձեր ասած։ Գետ մի այտենց բան դուք չեք հիմա ես հետևում եմ ամենօրյա ռեժիմով։ Ես տեղեկացված եմ։ Գետ 1 նման ծրագիր նախաձեռնություն չկա անվտանգային սեգմենտը ապահովելու համար։ Այսինքն օրինակ արտաքին վտանգի թշնամու հարձակումից պաշտպանելու համար։ Այդ մարդիկ իրենք իրանց բանակն են հիմա փորձում ստեղծել, համաեվրոպական բանակ։ Դե ասում են դիմում մտեք Եվրոմիություն, այդ անվտանգությունը կունենաք։ Եկեք անլուրջ բան, ուր մտնենք, դիմում տվեցինք, մտնում ենք։ Հաջորդ քայլը որտեղ դիմումը, չէ՞, պետք է։ Այդպես հեշտ է, հա, դա հաջորդ քայլը դիմումը չպիտի լինի։ Ըստ տրամաբանության, հա, տեսեք, ախր մենք Հայաստանի Հանրապետությունը դա էլ մի հատ ուրիշ պատմություն է, մենք ելի ենք խոսել այդ թեմայով։ Ուրիշ բան, որ մենք եվրոպական քաղաքակրթության մաս ենք, մեր երկիրը, մեր ազգությունը, մեր ամբողջ կառուցվածքը, հա, մեր ազգային մենթալիտետը եւ այլն։ Ուրիշ բան, երբ որ Եվրոմիությունը մեզ որպես եվրոպական իրենց լիարժեք հարևան դիտարկի ընդունի այդ կազմ։ Հասկանում եք, այդ մի հատ լրիվ այլ խոսակցություն է։ Մի հատ լրիվ այլ խոսակցություն է, երբ որ փորձում են հատկապես հագառուսական ուժերը սենց տարբեր իդեպ էլի բանը մեծ իշխանական էս տաշտամանից օգտվող որոշ վերլուծաբաններ ասում են դե բանա չէ դարել ընդ որում այդ մասով Գյումրու քաղաքապետին են փորձում կպրշկել սենց ասում են ասեց միութենական կազմ մտնենք ու վсё մարդու ընդ որում այդ մասով նույնիսկ գործ են հարուցել վրեն շատ զավեշտալի գործ է աչքից լուշը չի քաղաքապետը իր ասածով հանդերձ բայց ես հասկանում եմ ինքը ինչ էր ուզում ասել
Այդ նույն բանն է, հասկանում եք, երբ որ եթե դիտարկում ենք, որ մենք մտնում ենք օրինակ միութենական պետության կազմի մեջ, դա ինչ որ կառույց է, ոնց որ հիմա հապկի մեջ ենք, ԵԱՏՄ-ի մեջ ենք։ Հիմա պետք է մենք ձեզ հետ այստեղ նաև ընտրություն կատարենք։ Այսինքն Եվրոպայի հապկը, այսպես ասած, ռուսական այդ մարտիկ չէ, ուրիշ բան է, այսինքն Եվրոմիության մտնելուց, Եվրոմիության անդամ դառնալուց դու քո սուվերենությունը չես կորցնում, դա կարելի է կամ կորցնում ես այդ վերպետական կառույցի մաս դառնալով, բայց դա կարելի է ոչինչ դա լավ է, նորմալ է, բայց երբ որ ասենք էլի նույն կառույց, որտեվ այլ հասկացություն չկա, հիմա Բելարուսը կորցրել է իր սեփական ինքնիշխանությունը ոչ։ Ուրիշ բան, որ իրենք սերդաջած իրանց այսպես ասած բանը Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ամեն ինչ անում են, որպես եղբայրական երկրներ բան, բայց այդ մարդիկ առանձին պետություն, պետականություն ունեն, իրանց ինստիտուտները լրիվ անջատ են։ Այս մարդկանց մոտ, որը իրենք փորձում են սխալ ձևով հրամցնել, տպավորություն են ստեղծում, որ այդ միությունը, միութենական պետությունը դա այն է, որ դու պետություն այն նախկին սովետական միության սցենարն են դիտարկում ու բերում են ուղիղ համադրում են թե Եվրոմիությունը ավելի լավ է, այսինքն դա ընդունելի է, այնի ընդունելի չի, խոսքը վերաբերում է որպես վերպետական կառույց, այս կառույցին կամ մասն էլ բան, ընդ որում այդ մարդիկ մոռացել են, որ մենք մաքսային միության անդամ ենք, ԵԱՏՄ հապկի անդամ ենք, շարունակում ենք մնալ։ Ընտրություն կատարվի եւ ձեզ հետ միասին որոշենք։ Եվրոմիության երկրներն է շատ հստակ դիրքորոշում են ասում են եղբայր դու մինչեւ չկողմնորոշվես հապկից դուրս գալը մաքսայինից մեր հետ այդ թեմաներով մի խոսի անլուրջ է։ Հիմա այս սրանով էլ վերջացնենք երկու խոսքով։ Գերադասելի է մնանք այս եղած հարթակներում, թե կտրուկ փոխենք, որի փորձերը կան արդեն, մեր աշխարհ քաղաքական վեկտորը ու գնանք դեպի Եվրոմիություն, դեպի արևմուտք։ Ոչ մի բան, ախր գիտեք ինչ, սխալ երկընտրակից ենք խոսում հիմա։ Պարոն Ստեփանյան, այդ երկընտրանք այդ նույնը ոնց որ նույն նախքին ներկա այդ դիսկուսիա։ Չէ, դուք ձեր նախորդ հիմա հենց այս իշխանությունների հաջորդ ընտրություններում եւս մի հատ խաղաթուղթ է դա լինելու, ոնց որ Նիկոլ Փաշինյանը հելավ ասեց, ընտրում եք 2026 թվին կամ խաղաղությունը կամ պատերազմ, մարդուն դրել է մտանկի առաջ, դրել է կամ պատերազմ կամ խաղաղություն, այս բանը դոգմատիկ բանի դիլեմայի առաջ, այդ դիլեման է, որ մեր տունը քանդում է։ Դու ինչ իրավունք ունես դες բան, եղբայր, ազգային պետությանը քո շահը ինչ է քեզ այսօր թելադրում։ Եթե թելադրում է, որ այս պահին դու պետք է մնաս մաքսային միության անդամ, դու պետք է մնաս իր բոլոր թերություններով կամ առավելություններով հանդերձ։ Հիմա այսօր ցույց է տալիս, որ ամենաբարձր վարկանիշով, ցույց է տալիս ցուցիչները, թե ինչքան լուրջ առևտրաշրջանառություն է եղել միլիարդավոր դոլարների։ Ցույց ախր այդ ցուցանիշներով նաև տնտեսական դիշարժվենք։ Իմ աչքի լույսը ես հիմա կարող եմ, ես ձեզ կարող եմ նայեք որպես մասնագետ 1000-ում մի լուրջ ու հիմնավոր պատճառաբանություն բերեմ, թե կետերով հադարած հիմնավորված ոչ թե այսպես պանաս լիշկայով, իմիջայլոց, կծկդուր, հստակ կարամ 100 մի պատճառ բերեմ, ինչի օրինակ մաքսային միությունից կարանք ելնենք, ինչի համար ելնենք, եթե ելնենք ինչով է։ Նույնը առավել եւս հապկի մասով։ Կարամ ասեմ եւ առավելությունները, եթե որպես այդպիսին դիտարկում ենք, որ մենք կարա հնարավորություն ունենք Եվրոմիության անդամ դառնալ, դրա առավելությունները, դրա բաները։ Այսօր մենք հասկանում ենք, դուք այս հարցերին ընդհանրապես ժողովուրդը, չնայած ժողովուրդը մեղավոր չի, ժողովուրդը չի կարող ամեն մարդ իր գործով է զբաղվում, աշխարհաքաղաքականությունը հատուկ մասնագիտություն է, բայց տարական գիտելիքներ ունեցողը այս աշխարհաքաղաքական այս ռեգիոնը եթե պատկերացնում է, տիրապետում է իր բոլոր այս երկրների բանը, այս ռասկլադը այս երկրների հանդեպ, հեգեմոնիզմի ազդեցությունը, ազդեցության գոտիները, որ փորձում են կիսեն ու բաժանեն։ Տարական գիտելիք ունեցող մարդը քարտեզը նայում է դնում է, ինքը հասկանում է այստեղ որ հեգեմոն գերտերությունը ինչ շահերը հետապնդում, ում համար սա առաջնահերթ խնդիր է, ում համար սա, այսինքն ինքը պետք է հասկանա իր ճիշտ դիրքավորումը այս աշխարհաքաղաքական իրողությունների շղթայում։ Այս րոպեին, այն չեն ասում հերատես հոդառություն պետք է ներդնել այս քաղաքականության։ Քաղաքականությունը ինքը իրենից դա արվեստ է։ Հասկանալ ինչպես անել, որ գոյատևել նախ, երկրորդը ուժեղանալ, հզորանալ, անվտանգությունը սեփական ապահովել, ինչ ֆորմատով, ինչ տեսքով։ Բայց այն որ այս պահին ամենաառաջի բանը այն է, որ մանավանդ այս արհավիրքներից հետո նախ սթափվել գիտակցության գալը, հետո սեփական բանակը, զինուժը
սպառազինությունը վերականգնելն է, որովհետև որքան դու հիմա ինձ ասես, որ խաղաղության են գնում, հաստատակամ խաղաղություն եւ այլն, թույլ տվեք կասկածեմ այդ ամեն ինչի վրա։ Թշնամին նենգ է ու խարթախ։ Թշնամին նաեւ անկեղծ է ու ասում է այն ինչ որ կա իր մտքին։ Դու եթե ուզում ես խաղաղություն, պատրաստիր պատերազմի, բայց զինվիր, պատրաստ եղիր եւ թշնամին այլ հռետորաբանությամբ կխոսա կամ հռետորաբանությունը կբացառի ռազմական առավել եւս, քեզ այդ կսկսի հարգանքով խոսել, քեզ չի կարող արդեն հեգնել, ստորացնել, նվաստացնել, առավել եւս ծաղրել ոնց որ հիմա են անում։ Այ դրա համար դու պետք է ինքդ քո ռազմաքաղաքական բալանսը Եթե չես է վերականգնում, գոնե բերես մի ինչ որ մի этаպի, որ դու կարողանաս քո գոնե պաշտպանունակությունը բանանես։ Ապահովես։ Եվ նաև պատասխանել պետական ինստիտուտները եւ այլն։ Իսկ դրա համար պետք են լուրջ մարդիկ, ովքեր որ բանիմաց են, ովքեր որ գիտակ են, ովքեր որ պրոֆեսիոնալ են գործի, ովքեր որ իրոք արժանի են, որ իրենց վստահվի նման գործառույթներ իրականացնեն։ Եվ այդ ամեն ինչ առանց պաթոսի, առանց մանիպուլացնելու, առանց ձևախեղելու, առանց սեփական ժողովրդին ինչ որ բաներ լավատեսական հեքիաթներով սնելու եւ այլն, հա։ Հույս վաճառելով եւ այլն։ Հույսը լավագույն դեպքում քո բանակն է այս բան։ Հա շատ լավ կլներ Շվեյցարիայի պես երկիր ունենայինք, որը բանակի կարիք չունենար։ 0 պրոբլեմ հարևանների հետ։ Ունենալով 7 թե 8 հարևան։ Շատ ավելի լավ կլներ նույն Շվեյցարիա օրինակով ոչ մի վերպետական կառույցի մաս չլինենք։ Շվեյցարիան ոչ մի ու ոչ մեկ չի ուզում գրավել։ Աշխարհի ամենագեղատեսիլ պետությունն է, չէ՞, իր բնաշխարհով։ Հասկանում եք, այս ամեն ինչը պետք է հասկանանք։ Մենք հարավային Կովկասում ենք։ Մենք MBC կոդիում ենք, որը որ բոլոր աշխարհական կենտրոնների կիզակետն է ուշադրության, իրենց հեգեմոնիզմի Հասկանում եք, այդ Զանգեզուրի միջանց, որ ասում են իրականում, ամբողջ այդ հատվածը այսօր բոլոր լուրջ աշխարհական կենտրոնների ուշադրության եւ բանավեճի եւ հետկուլիսային պայմանավորվածությունների էպիկենտրոն է դարձել։ Այդ պետք է մտածենք, թե մեզնից աշխարհը ինչ է ուզում, այդ որի հետ ինչպես պետք է մենք վերադասավորվենք, որի հետ պետք է ինչ սուբարդինացիա դրսևորենք եւ մոդերնություն ցուցաբերենք։ Բայց ամենաառաջինը քո անվտանգային սեգմենտը դու պետք է ամենաառաջնահերթ դիրքերում պահես։ Այսինքն ուզում եք ասել ձեր խոսքը նաև ձեր խոսքի մեջ ես հասկացա, որ իհարկե աշխարհքաղաքական այս պահին եւ ընդհանրապես կտրուկ շրջադարձ կատարելու իրավունքը մենք չունենք եւ այս աշխարհքաղաքական դիրքավորումը Եվրասիական տնտեսական միություն ՀԱԲ առայժմ պետք է պահպանվի։ Գիտեք, ոչ թե ճիշտ եմ հասկանում ձեր տեսակետը։ Մասամբ, որովհետև հիմա շատերը կարող են հագադարձեն ինչ որ տարբեր ցուցանիշներ բերելով բան, որ այն մնալով Եվրոմիության ԵԱՏՄ մենք այսպիսի բան շրջանառություն, բայց օրինակ ԵՄԱ-ում լինեինք կամ Շանհայյան համագործակցության ընկերություն, հա, այդ էլ են խոսում հիմա, չես հասկանում, մեկ ասում արտաքին քաղաքականություն դիվերսիֆիկացնում ենք արևմուտք, մեկ գնում են Պեկին, Շանհայ, որոշում են, որ մենք Շանհայում, այսինքն մի հատ հələ կողմնորոշվեք։ Այստեղ գիտեք այդ բառը ընդհանրապես առավել եւս այս իրողությունների շղթայում ճիշտ չէ, բայց պետք է փորձես մաքսիմալ կոմպլեմենտար քաղաքականություն վարես։ Նախ հարևանների հետ։ Հնարավոր բարեկամ հարևանների հետ, ինչ դիրքավորումով, ինչ սուբարդինացիայով եւ այլն։ Հետո անցնես մյուս հարցերին։ Ես դրա համար եմ ասում, ինչ եմ շեշտում, մասնագետի իրական մասնագետների կարիք կա։ Ընդ որում այդ մասնագետները բացի լավ մասնագետ լինելուց, իրանք իրանց էության պետք է մակրարյուն հայր լինեն, ազգի ու պետական շահը գիտակցող լինեն, նվիրյալ լինեն, պատրաստական ազգի ու պետության այդ կատեգորիայի մարդկանց սով է հիմա, այդ մարդիկ կան, հայոց գենը այնպես է, որ ինձ ծնել է այդպես տղաների, ուղղակի հենց հիմա այդ պահն է, որ պետք է հասկանան, գոնե 26 թվականին ընթառաջ, արդյոք ձևավորվելու է այդ կորիզը, արդյոք վերացնունդ լինելու է։ Այ հիմա այդ հարցերի շուրջ պետք է մտածենք, որտեվ այս իրականությունը խեղված իրականություն է։ Սա տոտալ ողբերգական իրավիճակ է, որքան էլ ներկայացվում է, որ ամեն ինչ լավ է, այ իր զինվոր չի զոհվում սահման, շատ լավ է, բայց դրա գինը որն է։ Մենք դեռևս լիարժեք խաղաղության մեջ չենք եւ
ամբողջապես պատերազմից չենք խուսափել։ Չի բացառվում ոչ մի բան, դուք լավ գիտեք մեծ քաղաքականության մեջ։ Ոչ մի բան չի կարող բացառել։ Հիմա որբիսի մենք էլ կոնսպիրոլոգիական հաշվարկներ ու վանգայություն չանենք, պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն։ Եղբայր դու ունես այնպիսի հարևաններ, որոնց ծրագրերի մեջ Հայաստանի Հանրապետությունը միջին եւ հեռարձ ծրագրերի մեջ չկա։ Հիմա ինչքան է փորձես ասել, չէ, դե գիտեք, ասում են, չէ՞, ժամանակ ասում են, բանի երբ որ երիտ թուրքերն են, ասում են, սա այն թուրքերը չեն, չէ՞։ Սուլտան Համիդի թուրքերը չեն, այս ուրիշ թուրքեր են, սրանք նոր թուրքեր են։ Տեսանք այդ նոր թուրքերը ինչ արեցին։ Այդ մարդկանց ռազմական դոկտրինը մի հատ փորձեք ուսումնասիրել։ Այդ մարդկանց ծրագրերը մի հատ փորձեք ուսումնասիրել։ Իրենք ինչ են ուզում։ Կարևոր է լինի հստակություն արտաքին այո քաղաքականության մեջ է պետք է խոսել Թուրքիայի հետ պետք է խոսել այո Թուրքիայի հետ պետք է խոսել բայց խոսել հավասարը հավասարի նման ես հիշում եմ ժամանակին ես էլի չեմ ուզում ինչ որ տպավորություն թողեմ թե ինչ որ հadouk վերապահում կա բայց ես հիշում եմ Դեմիրելի հետ ոնց էին խոսում ես հիշում եմ ինչ հիշում եք կադրերը կան համենայն դեպս հիշում եմ ես հիշում եմ երբ որ առաջի Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո ոնց էին վերաբերվում մեզ հայ ժողովրդին եւ հայոց պետականությանը։ Ես հիշում եմ այդ միջազգային հանրություն, որ ասում են ոնց էին Հայաստանը ներկայացնում, միջազգային մամուլը մեր մասին ինչպես է, ինչ ագնացանքով էր խոսում, երբ որ Հայաստանին օրինակ էին բերում շատ երկրների համար։ Եվ հիմա ինչպես են խոսում, որ զարմանքով են տեսնում, թե հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդը ոնց է հանդուրժում ու համակերպվում այս իրականության այս նվաստացումների։ Դե հենց այդ ժամանակվա Դեմիրելի հետ բանակցող քաղաքական ուժը գտնում է, որ այո, մենք աշխարհաքաղաքական սխալ կողմնորոշում ենք որդագրել, նույնիսկ վերջերս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, այ մեր իրական դաշնակիցը Ռուսաստանն էր, մենք շեղվեցինք այդ ուղեգծից արտաքին քաղաքական դրա համար էլ չոքեցինք այս մի ուրիշ խնդիր է, պարոն Ստեփանյան, այն է, որ երբ որ գիտեք, շատ հեշտ է այդ մարդկանց համար մանավանդ նստել այսպես ու քննադատել այդ թե նախքին թե ներկա գիտեք դա էլ ուրիշ բան է հա դա ուրիշ խոսակցություն է ուրիշ բան երբ որ դու այդ ամեն ինչը հիմնավորումներով որպես մասնագիտական վերլուծության արդյունքում փաստերով ներկայացնում ես նոր գնահատական ես տալիս որտեվ հիմա սա դարել են փորձագետ, սա դարել են մասնագետ։ Տեսեք դուք ասացիք այ կներեք ասացիք կոմպլեմենտար, չէ՞, կոմպլեմենտարը նույնիսկ Քոչարյանի ժամանակ էր, չէ՞, ասում արտաքին կոմպլեմենտար քաղաքական։ Բայց այդ կոմպլեմենտարն էլ պետք է այսօր լուրջ, այսպես հիմա չգիտեմ, քանի տոկոսը պիտի թեքված լինի դեպի Եվրասիա, քանի տոկոսը դեպի, չգիտեմ, որ աշխատի պիտի դա ճիշտ եք ասում, դա բավականին բարդ եւ տքնաջան աշխատանք։ Տնտեսական հանգամանքներ, անվտանգությունը, այդ ամենակ իհարկե պետք է հաշվարկված լինի ամեն ինչ։ Այո հուսանք լավ կլինի լավատեսական ոչ միայն հուսանք լավ է լինելու ամեն դեպքում լավ է լինելու իհարկե շնորհակալություն որ եկաք Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ մեր զրուցակիցներ միջազգայնագետ վերլուծաբան Դավիթ Կարապետյանը սիրելի բարեկամներ շնորհակալություն մեր թողարկումը ունկնդրելու համար ես դիմում եմ կրկին մեր այն հարգարժան ունկնդիրներին ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, բայց հետևում են մեր հաղորդումներին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ դիտել մեր հետաքրքիր եւ բովանդակալից հաղորդումները։ Շնորհակալություն, լավ եղեք։